Սիրելիներս, Աստվածորդն է բոլորիս կուզենայի մի հետաքրքիր միտք կիսվեի քո հետ ու ինքը շատ հետաքրքիր է ու իրականում շատ գրավիչ։ Գիտեք, Աստվածաշնչի մեջ Հիսուս Քրիստոսը մի հետաքրքիր բան ասեց, ոչ մի ծածուկ բան չի մնալու ծածուկ։ Այն ինչ որ մեկը մյուսի ականջներից են փսփսած է, ասեց այս ամեն ինչը կտուրների վրա պետք է գոռան, այսինքն բոլորը կիմանան։ Ոչ մի ծածուկ բան չի մնալու, եթե մարդ չապաշխարեց։ Այն ինչ որ խավարի մեջ մնաց, եթե մարդ չի ապաշխարել, այս ամեն ինչը կտուրների վրայից գոռալու են։ Ու ինչն է հետաքրքիր, որ գիտեք, մարդիկ կան, որ մտածում են, որ եթե ծածուկ մի բան են անում, ինքը անպատիժ է մնալու։ Լսած կլինեք, որ մարդիկ շատ անգամ հարց են տալիս, ասում են, այս ինչ բան արեց ու ոչ մի պատիժ չստացավ, մեր խոսքերով ժողովրդական մարսեց ու գնաց։ Ու գիտեք, առաջի հայացքից թվում է, թե դա այդպես է։ Բայց գիտեք, Աստվածաշունչը մեզ ինչ է ցույց տալիս, կուզենամ մի քանի տեղ կարդամ։ Նայեք ինչ ասում Առակաց 26-27-ի մեջ ինչ է գրված։ Ասում է փոս փորողը ինքը նրա մեջ կգնի, եւ ով քար կլորի, այն նրա վրա կվերադառնա։ Գիտեք ինչն է հետաքրքիր, երբ որ փոսը փորում են, դա ժամանակ է, process է, ու տվյալ մարդը մտածում է, որ մե ուրիշին գցելու է այս փոսի մեջ։ Բայց քանի դեռ ինքը փորում է այս փոսը, կողքից նայողները մտածում են, որ այս փոսը իր համար չէ, մե ուրիշի համար է։ Բայց հետաքրքիրն է այն է, երբ որ ինքն է հայտնվում այս փոսի մեջ։ Կամ երբ որ քարը այսպես գլորում է վերև, որովհետեւ բաց թողնա մե ուրիշի վրա։ Դա աստվածային պրինցիպ է արտարության։ Ու Աստվածաշունչն ասում է, որ տվյալ քարը կվերադառնա իր վրա։ Նայեք ինչ ասում Սաղմոս 7-րդ գլուխ 15-16-րդ խոսք, ասում է. հոր փորեց եւ խորացրեց, բայց ինքը ընկավ իր շինած հորի մեջ։ Նրա չարությունը պիտի իր գլխին գա, նրա անիրավությունները իր գագաթի վրա պիտի իջնի։ Հետաքրքիր է, որ ասում է հոր փորեց եւ խորացավ, բայց ինքը ընկավ իր շինած հորի մեջ։ Հետաքրքիր է, որ մարդ հոր էր փորում, ու ասում է շատ էր խորացել, դա այս ամեն ինչ այստեղ է տեղ ունենում մարդու մտքի մեջ։ Երբ որ մտածում ես մեկի մասին, երբ որ մտածում ես, որ մեկին դու կարաս գցես ու մարսես, երբ որ մտածում ես, որ կարող է հորը շատ խորը փորես ու տվյալ մարդուն գցես ու անպատիժ մնաս։ Գիտեք, Աստված ամեն բան երկնքից նայում է։ Ու ոնց որ Աստվածաշունչն է ասում, լավ է, որ ապաշխարես սիրելիս, որովհետև անպատիժ ոչ մի բան չի մնա։ Ու նայեք ինչ ասում Գաղատացիս 6:7 Պողոս առաքյալը, ասում է. մի խաբվեք, Աստված չի ծաղրվի, որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։ Երբ որ դու սերմում ես մի բան, դու ես այս սերմը հնձելու վերջում, ոչ մեկ քո փոխարեն չի հնձելու։ Ու գիտեք, երբ որ սերմը ցանում են, դա մի օրում չի աճում։ Իրան ժամանակ է պետք։ Ու երբ որ մի բան դու սխալ ցանել ես ու մտածում ես դու մարսել ես, մի օր կանգնելու ես սրա առաջ։ Դրա համար ես քեզ ինչ խորհուրդ կտամ, համաձայն Աստծո խոսքի, ապաշխարես, խոստովանես, նրանք ովքեր որ քո հետ լավ են, իրաց մեջքի հետևից դավեր չտավես, փոսեր չփորես, քարեր չբարձրացնես, որովհետև մի օր այս քարը քո վրա է գալու ու փոսի մեջ դու ես ընկնելու։ Ոտեցեք Հիսուս Քրիստոսի խոսքերով ուզում եմ ավարտեմ։ Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես դուք արեք նրանց, որովհետև սա են օրենքը եւ մարգարեությունները։ Նայեք ինչ գեղեցիկ է։ Ուզում ես սիրելիս, որ աբաով ապրես, փոս չփորես ուրիշի հետևից։ Ուզում ես, որ քո հետևից չպամպասեն, դու մի պամպասի։ Ուզում ես, որ քեզ սիրեն, դու սիրիր։ Ուզում ես, որ քեզ ներեն, դու ներիր։ Ուզում ես, որ քեզ հասնեն, օգնեն, դու եղիր օգնող եւ հասնող ուրիշի կարիքներին մարդկանց։ Որովհետեւ Աստվածաշունչն ասում է. ինչ ձև որ ուզում ես, որ քեզ վարվեն, այդպես դու վարվիր քո դիմացինի հետ։ Աստված քեզ շատ օրհնի։ Դա աստվածային պրինցիպներ է։ Գիտեք, մտածեցին, որ Հիսուսին է սպանեցին ու ամբողջ հարցը լուծվավ փարիսեցիները։
բայց արտարությունը միշտ հարություն է առնում։ Ու ինչն էր հետաքրքիր, Հիսուսին խաչեցին, գերեզմանը դրեցին ու մի մեծ քար տրեցին դռան դեմ։ Բայց հետաքրքիր էր, որ Սուրբ Հոգին հարություն տվավ Քրիստոսի մարմինը։ Ինչի՞, որովհետև ինքը արտար էր։ Ամեն արտարություն ինքը հարություն է առնելու։ Չխաբնվիք, որ մտածեք, որ կարաք դուք արտարին գցեք, արտարին թաղեք, արտարին խաչեք ու անպատիժ մնաք։ Արտարը հարություն է առնելու։ Ձեր գործերը բացահայտվելու է ու դուք ամոթով եք մնալու։ Հենց որ սիրելիս, Աստված քեզ շատ օրհն է։ Լավ է, որ ապաշխարես, լավ է, որ խնդրես Քրիստոսին, որ գա քո կյանքիդ մեջ, քեզ զորացնի ու քեզ մաքուր ու նոր սիրտ տա, որ դու լինես հավատարիմ, որ դու լինես աղ ու լույս այս աշխարհի համար։ Աստված քեզ շատ օրհն է։